որոշեցինք, որ կարելի է պարկել, ու այդ պահին դուռը խփեցին մեր տան։ Դուռը խփեցին եւ Շանթի պապիկն էր եւ մեր ընկերներից մեկը, որոնք կանգնած էին դռների արանքում, այդտեղ շատ բան ասել էլ պետք չէր։ Թուղ բացեցի ու ասի ինչա պատահել, ուրիշ բան չկար ասելու։ Պապիկն ասեց, որ ասում են, որ վիրավոր է։ Ու աննկարագրելի ծանր վիճակ էր, որովհետև ոչ մի կերպ չես կարողանում, բայց արդեն հասկանում ես, երբ որ տուն մարդիկ են գալիս, լցվում այդ ժամին, դու հասկանում ես, որ սա շատ ավելի ուրիշ բան է։ Հեռախոսը վերցրեցի ու կարծես թե բոլորին ուզում էի ինչ-որ բան ապացուցեի, ձայնը բարձրացրած նորից զանգեցի ու այնտեղից մի ձայն ինձ ասում է ներեցեք ձեր ինչն է։ Ես ասում եմ տղաս։ Ասում են կփոխանցեք հեռախոսը մեկ ուրիշին։ Ասում եմ ոչ։ Ասեք։ Ես լսում եմ, խնդրում ենք փոխանցեք հեռախոսը մեկ ուրիշին, ձեր ասում եմ իմ կողքը մարդիկ կան, մի անհանգստացեք, ասեք։ Պահին եղբայրս ուղղակի հեռախոսը վերցրեց, որովհետև ասելու բան էլ չկար, էլ ինչ ասեին։